Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է, ինչպես է պայմանավորվել ենք, պարոն Նահապետյանը, բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մեզ կարող եք վաղը եւս 11:30 սպասել եւ հաջորդ օրը 11:30 եւ նաեւ ընտրության օրը ժամը 8-ից կլինենք ուղիղ եթերում, սկզբում կլինենք պարոն Նահապետյանի հետ, հետո արդեն պարոն Պոզոյանի հետ եւ այսպես շարունակ հույսով, որ մենք միայն եւ միայն լավ լուրեր կփոխանցենք մեր հայրենակիցներից, վերջապես կլինի ազատագրման օրը մեր հայրենակիցները կմասնակցեն ընտրության եւ ամենակարևորը ճիշտ ընտրություն կկատարեն, կգնան ընտրության, իրենք քայլանելով գնալ ընտրելով 3-րդ, 7-րդ եւ 17-րդ համարին, դրանով իսկ կփակեն ադրբեջանցիների ճանապարհը Հայաստան, ինչը որ ծրագրում է Նիկոլը։ Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, ուրեմն փաստորեն ճիշտ էինք, էլի պարոն Նահապետյան, երբ որ ինչ-որ նեղ վիճակում է հայտնվում, իսկ նեղ վիճակում, երբ որ ինչ-որ կոնկրետ քայլեր, գործողություններ, միանգամից, ինչպես ասում է պարոն Նահապետյանը, զանգ ընկերոջը, ես ասում եմ հոպարին։ Հոպարն ընկերն էլ այս պարագայում մեկն է, Էրդողանը, 3 հեռախոսակցություն են ունեցել Էրդողանի հետ, պարզ է, որ ասում է այսպիսի խնդիրներ կա, սա կանակա եւ Էրդողանը վստահաբար պիտի արտահայտեր իր աջակցությունը, որ տեր կկանգնեն այս փուլում, ոնց որ թե շատ կարեւոր է այդ աջակցությունը, իսկ ինչից հետո հատկապես, որովհետեւ իսկապես ուրեմն Էրդողանը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ուղղակի առևտրի մեկնարկին ուղված քայլերի միջոցով շատ հետաքրքիր է այս հոպարը, որ sense տերականգնում, բաներ են խոստանում, ինչի չեն բացում այդ ճանապարհը, այդ որտես խաղաղություն էր, իբրև թե 8 տարի էս թուրքերին բերել էր գլխին նստացրել ենք, ինչի չեն բացում այդ ճանապարհը։ Իսկ ինչու՞ պիտի բացեն։ Դե որովհետև խոստանում են, որ հոպարը ամեն ինչ կանի եւ հիմա էլ մոլորեցնում են հոպարն է որոշելու, չէ՞ ինչ անի։ Բայց միջև հիմա հոպարն է, չէ՞ որոշել։ Բոլոր ճանապարհները, հանձնող տարածքները, հոպարը դեռ բանա դոննա էլի նստած է, ալիվ այնտեղից տալիս է գլխին, սա sense խելոք կատարում է, մեկ-մեկ որ շատ ուժեղ է տալիս գլխին, զանգում ասում է հոպար մենք ուրիշ բան էինք պայմանավորվել։ Էս այդ պահով եւ մյուս կողմից Եվրոպան է դե խառնվել են Ֆոն դեր Լայնը, դե պիտի գա, չէ, որտեվ այս մարդիկ մի խնդիր ունեն, ուղղակի ոչնչացնել Ռուսաստանը, այս հատկապես այս տիկնոջ առաքելությունն եւ գլոբալիստների հետ առաքելությունը, չնայած 5 անգամ կթանկանա եվրոպացիների կյանքը, չգիտեմ, բենզինը, էլեկտրաէներգիան, ինչ թանկացումներ, ինչի արժեվ կկանգնի, անվտանգային ինչ հարցեր, որևէ բան չկա, իրենք գնում են կոնկրետ իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է ոչնչացնել Ռուսաստանի դաշնությունը եւ մեզ էլ որպես այդպիսի գործիք հիմա բնականաբար այդ առումով օգտագործում են։ Ենթադրել է, որ այս զանգերը պայմանավորված էին նրանով, որ շատ կոնկրետ սանկցիաներ մենք տեղի հայտարարվեց Ռուսաստանի Դաշնության կողմից, մենք տեսնում ենք, որ իսկապես մեր գյուղ մթերքի 3 մանրամասը խոսել է պարոն Նահապետյանը սրա մասին, թե ինչ աղետի առջև ենք մենք կանգնելու, հիմա այս 3 օրը շատ կարևոր է իրենց համար եւ պիտի ստերի մեծ բանինի մանիպուլյացիայի մոլորեցնելու վախի մթնորդի գեներացիայի ձերբակալությունների այս բaragam իրենց գործը առաջին հերթին որ խափեն եւ մոլորեցնեն մեր գյուղացիներին, հայրենակիցներին, որ տեսեք թուրք հոպարը կանգնած է, ամեն ինչ կանի, ձեր այդ ապրանքը կտանի, մենակ թե դուք գնացեք իր ճտին ընտրեք, միայն թե որ բանը դռները բաց են, ադրբեջանցիները կան ու Հայաստանի հարցը հիմնարար որոշվի եւ մյուս կողմից էլ բան է Մյուս կողմից է նաև Եվրոպան է։ Հիմա իմիտացիա կանեն, ինչ-որ սուտ կեղծ հայտարարություններ կանեն, որ իբրև թե մենք տեր ենք կանգնելու։ Հետաքրքիր է, որ ստուգման արդյունքում մի շարք խնդիրներ են գտել։ Դուք ո՞նց եք պատկերացնում եվրոպական շուկա։ Հիմա կարող եք, գիտեք, մի 10 մեքենա թույլ տան այնտեղ աղբար լցնեն, բայց ասեն, տեսեք, մենք կանգնած ենք Նիկոլի թիկունքին, էլ, այսինքն վաղը մենք սրա ականատեսը լինելու ենք, բայց իրականում ինչի արժև է կանգնած մեր տնտեսությունը, մեր գյուղատնտեսությունը, գյուղմթերքը, ինչ աղետ է լինելու եւ ինչի պիտի օր առաջ սթափվեն մեր հայրենակիցները, վռնդեն են անձին, որ այս աղետը շտապում է բերել հայ ժողովրդի գլխին, խնդրեմ։ Ես երբ ասվեց, որ եվրոպական շուկան կբացվի, մեր արտադրանքի գյուղմթերք եւ խմիչքեղեն, ես հիշեցի 95-96 թվականներին, երբ Հայաստանում լավագույն
գինու արտադրությամբ զբաղվող Վեդի-Ալկո ընկերությունը եւ որը հետագայում նաեւ մրգեղենից օղիներ էր արտադրում, բավականին շատ բարձրորակ, փորձ արվեց մտնել ֆրանսիական շուկա եւ հետո իտալական շուկա։ Այնպիսի խոչընդոտներ ու արգելքներ դրեցին, սկսած, ասենք, շշի վրայի տեքստի, տարերի, ֆոնի, գույնի, հələ մեջի բաղադրության մասին չեմ ասում։ Այսինքն Եվրամիությունը իր ստանդարտները օգտագործեց, որ Վեդի-Ալկոյի ղեկավարությունը հասկանա, որ եվրոպական շուկան հայկական արտադրանքի համար չի ու թեման Եվրոպան եւ հավաքական արևմուտքը տարբեր երկրներում, երբ նվաճողական քաղաքականություն է վարում, իր հիմնական նպատակներից մեկը այդ տարածքների շուկաների նվաճելն է։ Շուկա նվաճելը նշանակում է տնտեսությամբ իշխել այդ երկրին, իր արտադրանքը վաճառվում է այդ երկրում, այդ երկիրը ոչինչ չի արտադրում, միայն սպառում է։ Իսկ տեղի ինչ է տալիս հումք եւ մարդ։ Բարձ եմ ասում։ Այսինքն իրականությունը հետեւյալն է, այդ որ Հայաստանում գազամուղ կանցնի, ես նորից եմ ասում, այդ հեքիաթները, որ ասում եմ, գլխավոր հեքիաթ ասածը, Հայաստանով գազամուղ կանցնի, այդ Հայաստանը տրանզիտ երկիր, մեզ փող պիտի տան, փողը չենք վերցնի, այդ գազամուղից գազ կվերցնեն։ Ես միշտ հիշում եմ, երեքի դեպ այդ հեքիաթներից հետո նորից բացեցի Նյու Վասյուկի պատմություն, ասի մի հատ նայեմ, որպեսզի ավելի ամբողջական պատկերացնեմ, թե հեքիաթ ասածը ինչ հերթական բլեֆն է փորձում մեր ժողովրդի գլխին կապել։ Ուրեմն եվրոպական շուկան մեզ ցույց կտա 3 մատի գործողություն այն գլխից։ Իր գոստերով, իր ստանդարտներով, թեման փակված է, Եվրոպան ինքն է իր արտադրանքը դրսում ուզում սպառել եւ դրա համար մեծ պատերազմներ։ Մի դիտարկում հիմա ինչ պատերազմ է գնում Չինաստան, Եվրոպա, շուկաների համար է, միայն շուկաների համար է։ Ինչ տարիֆներ են մաքսա Թուրքիերա սահմանվում, ինչ շուկաների պատերազմ է գնում Ես եւ մի շուկան։ հատ այսպիսի ապրանք, այդ պատահական էր, որ Պուտինը այդպես հեգնելով ասեց ոչ մի խնդիր չկա, չէ, չնայած լուրջ էր բանով էր ասում, բարեկամաբար, ոչ մի խնդիր չկա, նայեք փորձեք, տեսեք, այդ ինչ շուկա։ Միակ բանը, որ կարող է լինել, որը հոպարին ինքը պիտի խնդրի, ասի, ինձ պետք է այս 3 օրը խափեմ, մոլորեցնեմ գյուղացիներին, ինչ կնի մի քանի ավտոտար, ուզվես լցրու այդեղ բանը, ջրամբարը լցրու, աղբարկը լցրու, մենակ տար, մոլորեցրու խափի, ասա, տես այդ լինելու է, այս Փողն էլ ես եմ տալիս այդ ապրանքի։ Դե բանի ջամը սա։ Պարտքը կբերի կդնի գլխին, բայց մի հատ այստեղ խորամանկ ուրիշ նյուանսել է անում։ Հիմա ասում է ներքին կարգով, պարոն Նահապետյան, սա ինֆորմացիա է, որ կուզենայի դուք էլ տիրապետ էքստրան, ուրեմն ինչ է, պետք է ստուգման անցնի, չէ, ասում է իրենց ասում են, չէ, պետք չի, գիտեք ինչու, որովհետև Նիկոլը ինչ է հայտարարել, ասել է, այն ապրանքատեսակը, որ դա կանցնի, ես պատրաստ եմ վճարելու, հետո էլ կասի, բա չեք տարել ստուգման, բա դուք չունեք դա, բայց դες ոնց վճարեմ։ Հասկացաք, այսինքն ինքը էլի խեղճ ու կրակ գյուղատնտեսի տեսեք ոնց է մոլորեցնում, այստեղ էլ էլի մոլորեցնում, մենակ թե իրան պետք է այս 3 օրը, սիրելի հայրենակիցներ, այս 3 օրը ձեզ ֆռացնի, խափի, դրանից հետո դե վերջացավ, արդեն եղբայրներին բերելու է էլ ինչ Հայաստան, էլ ինչ գյուղատնտեսություն, էլ ինչ հայություն, էլ ինչ մարդկություն, վերջանալու է գնա, Եվրոպան էլ ընտեղից, էլի սենց զուգահեռ բան ուժերով սենց աշխատում են։ Ուրեմն այդ պտուղ բանջարեղեն խմիչք եւ այլն ըս դնում ենք այնքով, սա լրվեց, բայց ուրիշ ավելի մեծ վտանգ կա, որի մասին դեռ մենք չենք էլ բարձրաձայնել, բայց ես ուզում եմ սուր անպայման։ Իսկ օրինակ Ռուսաստանը, որ մեր համար ստրատեգիական նշանակություն ունեցող սնունդի եւ տնտեսության մեջ օգտագործող հումքերի հիմնական մատակարարն է։ Հացը որտեղից ենք ստանում օրինակ։ Բանից Մոզամբիկից։ Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, հա։ Հա, հետո պարետանուտ որտեղից ենք ստանում։ Այդ գյուղացին որ բան անում։ Այսինքն, լավ, այսպես ասեմ, հա։ Ամեն ինչ հիմա փորձելու են կապել թուրքական շուկայի հետ։ Իհարկե, թուրքական շուկայի պլանավորմամբ այստեղ ոչ թե 3 միլիոն մարդի ապրի եւ 1.5 միլիոն մարդ զբաղվի գյուղմթերքի արտադրությամբ, այլ թե ապրի 5 միլիոն մարդ 50,000 զբաղվի գյուղմթերք, այրանց շուկայով այդպես։ Փոխարենը ադրբեջանցիք այստեղ պիտի լինեն, հիմնական դերակատարը, Հնդկաստանից մի 5 միլիոն աշխատող կբերեն, ադրբեջանցիք էլ որպես շեյխեր, մենք էլ այդ հնդիկների հետ միասին ադրբեջանցիների մոտ կաշխատենք։ Եվ դա եթե ես ասում եմ, բան չէ, էլի ցնդաբանություն չէ, այսօր մենք տեսնում ենք, ես քաղաքականությունն եմ տեսնում, քայլերը եւ քայլերի տրամաբանությունը։ Այսինքն խնդիր կա Հայաստանը դատարկել։
պաշտպանված խաղաղություն։ Այդ Միխելոկ մտքի գիգանտ էլ կար եւ երեք այդ բանավեճերի ժամանակ ասենք բան են միտք են արտադրում, ասում են իսկ մեկ սպառնալիք ունենք ինչ-որ միտեղից։ Այսօր ես մի տաղավարում էի, այդ տաղավարում եթերը կտան առավոտյան, հիմա հարց եմ տալիս, բա այդ նույն Բարձրաստիճան պաշտոնատար անձը երկրի երկրորդ, երրորդ կարգավիճակ ունեցողը չէր ասում Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Եթե անվտանգության երաշխավորն է, ուրեմն վտանգ կա, չէ՞, եթե վտանգ կա, այսինքն սպառնալիք կա։ Եթե սպառնալիք կա, հիմա այս բանավեճերի ժամանակ ասում են Հայաստանը ոչ մի սպառնալիք չունի։ Ասում են Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ոնց։ Բայց ինչքան գիտեմ, հենց վարողը հարցեց, ասես պարոն Ապետյանը, սպառնակները ոնց են գնահատում, ասում հարգելիս, մենք ազգային անվտանգության հայեցակարգ դոկտրին ունենք, որի մեջ նշած է, եւ այդ դոկտրինը չի փոխվել։ Դոկտրինի մեջ նշած բարեկամ, ոչ բարեկամ, տշտամպեցությունները ցանկը կա։ Հո ինչ որ մեկի ասելով չի։ Եվ հետեւաբար, նորից եմ ասում, այս մարդիկ փորձում են մարդկանց հերթական անգամ հիմարացնել, ցավոք սրտի որոշ տոկոս, շատ փոքր տոկոս մնացել է մեր ժողովրդի մեջ, հիմնական դրանց վրա են աշխատում, ասենք մի 50-100 հազար ձայն դրանցից փոքր, ոչ ավել, ոչ պակաս, բայց ինձ համար ցուցիչ է, իր բոլոր պարտությունների սկզբնաղբյուրը հետևյալն է, չկա աշխարհում մի գետ իշխանություն, որ համապետական ընտրությունների ժամանակ, եթե ինքը վստահ է, որ հավաքել է 50-60%, առավոտից երեկո առաջին գովազդը, առաջին կարգախոսը չասի, բոլորս դեպի ընտրած տեղամասեր, որտեղ ինքը վստահ հաղթելու է, ինչքան շատ մասնակցություն, բարձր տոկոս, այդքան իր պատգամավորների քանակը շատ ճիշտ է։ Մի անգամ գետ լսել եք այս ամբողջ ընտրաշարժի ժամանակ, որ մի անգամ քարոզչական հոլովակ, սկեչ կամ պաշտոնատար անձի ասել մասնակցությունը քիչ եղավ, այնքան կեղծելու հնարավորությունը շատ ավելի մեծ է։ Հետևաբար իրենք գիտեն, որ փոքր է իրանց տոկոսը, շատ փոքր է տոկոսը, իրենք իրենց վարչական ռեսուրսով ուզում են այդ փոքր տոկոսը ոնց որ Երևանի ավականու ընտրություններով։ Շատ է բարձր, ինքը ծեծ ու ջարդակազմակերպում։ Երեք միանգամի հոգա ձերբակալել, ամենազդեցիկ դեմքերին, երեք ասեցինք դրա մասին եւ միջև իրիկուն շարունակվել է, գրասենյակներ են մտնում, շտաբներ են մտնում, տներ են մտնում, խուզարկություններ, ձերբակալություններ, վախ ու սարսափ տարածում, միայն վախ ու սարսափ չի, կոնկրետ ձերբակալությունները։ Երեք երկու ամսով ձերբակալեցին, չէ՞։ Այո։ Դե դա մի մասը մենք գիտենք, մյուս մասը մենք չգիտենք։ Բլոգերի ավտոմեքենան վառել են։ Նայրի Հոխիկյանի նկատմամբ առևանգելու փորձ արվել, հետո եկել են այդ դեպքի քննությամբ քննչական բռնության դեպքերը, բռնություն, առևանգում, հարձակում տան վրա, հիմա գիտեք ինչ է, Նայրին գրել էր Հոխիկյան, ասում է եկել են այդ դեպքով մտել են տունը սկսել են խուզարկություն անել, այսինքն փաստորեն հանցագործը Նայրին է դուրս գալիս։ Սա խուժանապետությունների բանդիտիզմը, համատարած բանդիտիզմը։ Սա ինչի մասն է խոսում։ Ոչ պաշտպանված չի։ Չգիտեմ դուք տիրապետում եք թե ոչ, պարոն Նահապետյան, երեք Երվանդ Բոզյանը դրա մասին խոսեց, ուրեմն փաստորեն գիտեք, չէ՞, Անդրանիկ Թևանյանի հետ կապված սա միջանք է, ուղղակի հարցի շարունակությունն է։ Փաստորեն ինչ որ գործ են հարուցում, ասենք ասում են դու բան ես, չգիտեմ, լրտեսության մեջ ենք մեղադրում, գործակալ ես, չգիտեմ, ես, ասում են մի հատ նյութը կտակ, ասում են ոչ։ Դա բան է, պետական գաղտնի է։ Այսինքն վաղը ես երեք էլ ասեցի, վաղը որոշում են մենք բանի, ինչ ասեմ, որ երկրի ասեմ, Արգենտինայի կամ Մոզամբիկի գործակալ է։ Բուրկինա Ֆասոն ավելի լավ է, Բուրկինա Ֆասո, այո։ Ասում ես ինչի հիման վրա, ասում եմ չեմ կարող ասել։ Դուք հասկանում եք ինչ է, սա նշանակում է ցանկացած մարդու նկատմամբ։ Այսօր ինքը բան ասում, վտանգ ներկայացնում, ինքը հայտարարում ասում է, տանում է, ձերբակալում է, մի հատ էլ հայտարարություն են անում, մի հատ դարակազմիկ հայտարարություն են անում, սա չգիտեմ, գործակալ է, այստեղի, ասիկ Անդրանիկ Թևանյան ասել, հենց որ կանգնեց ասես դու Ալիևի կոշիկը լիզող ես, Ալիևի կոշիկի ոտերի տակ ընկած ես, որոշում կայացրեց, հենց հոպարի տղային բան ասեց, ավելի ճիշտ բացահայտեց, ինքը միանգամից